Հայաստանը դեմ է բաժանարար գծերին եւ բևեռացմանը։ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը չի խանգարի, որ հարաբերությունները խորանան նաեւ Եվրամիության հետ։ Խոսքն առաջին հերթին առևտրատնտեսական հարաբերությունների մասին է։ Արտաքին գործերի փոխնախարարն ասաց, որ այդ ուղղությամբ գործակցությունը կշարունակվի նոր ձևաչափով։ Ավելին, մեր երկիրը կապող օղակ կդառնա Եվրասիական տնտեսական եւ Եվրամիության միջև։ Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին անդամակցությանը, ապա փաստաթղթերի փաթեթն արդեն պատրաստ է։ Շուտով այն խորհրդարանում կլինի։ Արտգործնախարարության ծախսերը հաջորդ տարի 1 միլիարդ 400 հազար դրամով կավելանան։ Բարգավաճ Հայաստանից Վահան Բաբայանը դա անընդունելի է համարում։ Ինչպես կարելի է 40%-ից ավելի աղքատություն ունեցող երկրում արտգործնախարարության ապարատի ծախսերն ավելացնել, ասաց պատգամավորը։ Պավել Սաֆարյանը աղքատության եւ արտգործնախարարության պահպանման ծախսերի մեջ կապ չի տեսնում, առավել եւս, որ ավելացված գումարի մեծ մասը աշխատավարձերի բարձրացմանն է ուղղվելու։ Այնպես չի, որ արտաքին գործերի նախարարության ծախսեր չկատարենք, միանգամից աղքատությունը կկրճատվի։ Բաբայանի հարցին հանրապետական Սամվել Ֆարմանյանն էլ արձագանքեց։ Հասկանալի է, որ անգրագիտությունը Հայաստանում նոր հորիզոններ է նվաճում, բայց նաև պետք է սեփական կոչումը հարգել եւ ձեռնպա մնալ վերամբարձ օդի մեջ քամի տատանող եւ չհիմնավորված հայտարարությունից։ Արտգործնախարարության ծախսերի ավելացումը ճիշտ է, դուք ներկայացրեցիք կապված է նախևառած աշխատավարձերի բարձրացման հետ ապարատների մասով։ Պետք է նկատի ունենալ, որ արտգործնախարարության աշխատակիցները եւս հասարակության մի մասն են, եթե բոլորի աշխատավարձերը բարձրացնում են պետական ծառայողների, բնականաբար նաև պետք է բարձրացնեն արտգործնախարարության աշխատակիցների աշխատավարձերը։ Արտգործնախարարության շենքի շինարարության եւ կահույքի ձեռքբերման գումարներ 2015-ի բյուջեում նախատեսված չեն։ Դրանք այլ միջոցների հաշվին են արվելու։ Նախարարության բյուջեի 90%-ը դեսպանատների ծախսերն են։ Այո, դեսպանատուն ունենալը շատ թանկ հաճույք է, որովհետեւ այնտեղ յուրաքանչյուր վարձատրվող անձ պետք է վարձատրվի հնարավորինս մոտ այն չափանիշներին, որոնք տվյալ երկրում գործում են, ու սա շատ էական է պատկերացնելու համար։ Ազնիվ Կարապետյան, Հայրապի Միքայելյան, ժամը լրատվական։